ես ուզում եմ ասել, որ արդեն մոտ 1 ամիս է երևի մի քիչ ավելի, լավ չեմ հիշում, որ մենք մեր կուսակցությունը ստացել է պետական գրանցում, միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը, ինչի մասին պարոն Ասլանյանը ազգային ժողովում հանդես եկավ հայտարարությամբ, եւ մենք արդեն կարող ենք մասնակցել ընտրություններին, կարող ենք չմասնակցել, կախված մեր կոչված տրամադրություններից, ցանկություններից եւ հնարավորություններից, բայց մենք որոշում ունենք, որ մասնակցելու ենք առաջիկա ազգային ժողովի ընտրություններին, ձևաչափի մասին դեռ հստակ որոշում չունենք, մենք բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ եւ եթե գտնվեն համագործակցության եզրեր, ապա մենք նախընտրում ենք ընտրություններին գնալ, այսպես կոչված, այլ կուսակցությունների հետ միասնական դաշինքով, բայց ոչ դաշինքային տրամաբանությամբ, բայց ոչ դաշինքով, այլ մեկ կուսակցական ցուցակով, որպեսզի կարողանանք ավելի հեշտությամբ հաղթահարել շեմը խորհրդարանում հայտնվելու, ինչպես գիտեք, դաշինքների դեպքում 8%, հետո ավել տոկոս, իսկ կուսակցական ցուցակների դեպքում 4%։ Նախ միջև խոսքը սկսել, հիմնական խոսքը սկսել նաև ես ուզում եմ ասել, որ մաս կուսակցության վարչության անունից մենք ցավակցում ենք Իրանի եղբայրական ժողովրդին կրած կորուստների համար, անվերապահ դատապարտում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի բարբարոսական հակամարտկային գործողությունները Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, վստահ ենք, որ Իրանի Իսլամական եղբայրական եւ հերոսական ժողովուրդը պատվով դուրս կգա այս արհավիրքից։ Այնուհետև ես ուզում եմ կարճ ներկայացնեմ այն իրավիճակը, որ այսօր գոյություն ունի մեր քաղաքական դաշտում։ Արդեն ձևավորվել են մի քանի դաշինքներ, որոնք հայտարարել են, որ գնում են ընտրության, եւ դա շատ լավ է, որ ձևավորվել են եւ զգացում են նաեւ, որ որոշ դաշինքների մոտ հենց այն տրամաբանությունն է գործում, որ գնան կուսակցական ցուցակներով, որպեսզի հաղթահարության գործակիցը ավելի բարձր լինի։ Պատկերացրեք, եթե կուսակցությունները միավորվում են եւ գնում են դաշինքային տրամաբանությամբ, դաշինքով են գնում ընտրությունների եւ պետք է հաղթահարեն 8% շեմը, եւ այնպես է ստացվում, որ իրենք հավաքում են 7.9% ձայն, այսինքն չեն հաղթահարում 8% շեմը, բայց իրենք գործում են ընդդիմադիր դաշտում։ Հետևաբար 7.9%-ից ամենակիչը 4.5%-ը կգնա իշխող քաղաքական ուժին, որպես փոշիացված տարբերակ։ Իսկ երբ որ դու Աստված չանի չես հաղթահարում 4%-անոց բարիերը եւ հավաքում ես, ասենք թե 3.9% ձայն, այդ դեպքում մոտավորապես 2% կարող է գնալ իշխանական, այսպես կոչված ձայների պաշարին, ինչը շատ անցանկալի է։ Հետևաբար այդ տրամաբանությունը փառքացու բոլոր ընդդիմադիր կուսակցությունները լավ պատկերացնում են եւ այդ ձևով են առաջնորդվում։ Ինչ ունենք այսօր։ Այսօր մենք ունենք Հայաստան դաշինք, այսօր մենք ունենք մեր ձևով շարժում, հակը ունենք, Գագիկ Ծառուկյանի շուրջ հավաքված ուժեր ունենք մեր միասնության թևեր, շարժումը եւ ելի կան կուսակցություններ, որոնք դեռ գտնվում են այդ խմորումների մեջ միավորվելու կամ ճշտելու իրենց ձևաչափը ընտրությունների մասնակցելու։ Քաղաքական դաշտը հիմա ո՞նց է զարգանում, այսօր ո՞նց է զարգանում։ Մեր ձևով շարժումը իրենից ներկայացնում է ռեալ երևի թե ընդդիմադիր դաշտում առաջին դիրքերում գտնվող առանց այդ բաների հետ սոցհարցումների, մաների եւ այլ մեր պատկերացումներով իրենք գտնվում են առաջատար դիրքերում են գտնվում եւ հետեւաբար ներկայացնում են այդ իմաստով լուրջ այլընտրանքային հատված իշխանության նկատմամբ։ Ինչ կարող է տեղի ունենալ։ Հավանական երկու սցենար։ Առաջին սցենարը, որը քիչ հավանական է, իհարկե, բայց կարող է տեղի ունենալ։ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը փոխանցում է Սամվել Կարապետյանին։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը կդառնա մարդկության պատմության մեջ բոլոր ժամանակների, բոլոր պետությունների ամենահզոր ուժեղ քաղաքական պետական գործիչներից մեկը։ Ուրեմն եմ ասում, սա քիչ հավանական տարբերակն է, բայց ոչ զրոյական արժեքով։ Երկրորդ տարբերակը Նիկոլ Փաշինյանը սպասելու է որոշ ժամանակ եւ տեսնի թե մեր ձևով շարժման շուրջ
ոնց է կոնսոլիդացվում հասարակությունը, այսպես կոչված ընդդիմադիր ընտրազանգվածը եւ անհրաժեշտ քայլ կատարի։ Այդ մաքսիմալ կոնսոլիդացումից մի պահ առաջ կատարի անհրաժեշտ քայլ։ Անհրաժեշտ քայլը ո՞րն է։ Կամ եթե համընկնում է կուսակցություններին կամ ուժերին որպես ընտրաշավի մասնակցելու իրավունք ստանալու գրանցման պահին չգրանցեն, կամ նույնիսկ մայիսի 15-ին, մայիսի 20-ին դուրս հանեն քաղաքական պայքարից եւ մեր ձևով շարժումը չհասնի հունիսի 7-ին։ Այսինքն չգրանցելով դուրս հանեն։ Մի տարբերակ, եթե մեր ձևով շարժման պիկը կլինի առաջիկա մի ամսվա ընթացքում, մինչև գրանցումները, ապա այդ չեն գրանցի ուղղակի, իսկ եթե այդ պիկը չզգացվի իշխանական շրջանակների կողմից, հատուկ ծառայությունների կողմից, եւ այդ պիկը զգացվի մայիսի 10-ին, ապա 15-ին, մայիսի 20-ին, մայիսի 30-ին, ասենք ընտրություններից մի քանի օր առաջ, քվեարկությունից մի քանի օր առաջ դուրս կհանեն այդ ուժին ընտրապայքարից, Մոլդովայի տարբերակով, հայտնի տարբերակով։ Այսինքն չգրանցելն է ամեն դեպքում իրենց Չէ, կարող է գրանցեն եւ գրանցումից են հանեն, գրանցումից մերժեն, գրանցումը հետո մանան հանեն, գրանցումից հանեն։ Այս դեպքում ինչ տեղի կունենա, այս դեպքում հիմքերը, եթե հանկարծակի Նիկոլ Փաշինյանին դժվարանա գտնել հիմքերը, ես իրան կտամ հիմքերը։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը պրոբլեմ ունի հիմքեր գտնելու համար։ Ուրեմն եւ այդ դեպքում ինչ տեղի կունենա։ Այդ դեպքում ընդդիմադիր դաշտը պատկերով ասած Կամայանը ժողովրդի մոտ կառաջանա ապաթիայի բանը ընկալումը, իշխանությունների ամենազորությունը կամրապնդվի եւ ընտրության գա քիչ թվով քաղաքացի, Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիրը կհավաքի իր այն զանգվածը, որը ունի, այսօր ունի, եւ մոտավորապես 70% ձայներ հավաքելով կդառնա բացարձակ իշխանություն։ Ինչ պետք է անել այդ թույլ տալու համար։